Լեռնալիբանանի ծովեզրյա այս հինավուրց բնակավայրում թռչնոց բույն կոչվող կառույցը առաջին հայացքից հին շինությունների համալիր է։ Ընդամենը մի քանի քայլից պարզ է դառնում. հին քարերն այստեղ մեծ ողբերգության մասին են պատմում։ Բեյրութից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքը հիմնվել է 1920 թվականին Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի նախաձեռնությամբ իբրև ապաստարան հայ որբերի համար։ Այդ տարիներին Լիբանանում պաշտոնապես մոտ 20 որբանոց է եղել։ 20 թվականին կհիմնվի, ուր կդեղափոխեն այդ օրերում մոտավորապես 1500 մինչև 1600 հայ դղակ որբեր, մեծ մասամբ Կիլիկիայեն, այնտեղ Մարաշ, Ուրֆա, Դիարբեկիր, Դերտյոլ, այդ Ադանայեն եւ կդեղափոխեն հոս։ Այդ որբերու խնամքը կստանցնե Մերձավոր Արևելքի նպաստամատույցը եւ այդ որբանոցը, այդ օրերուն ամերիկյան որբանոցը իր աշխատանքային կորձունեությունը կունենա մինչև 1928 թվական։ 1928 թվականից որբանոցի տեսչությունը ստանձնում է դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, որը մինչև Լիբանան գալը եղել էր Խարբերդում, տեսել հայերի կոտորածն ու ջարդերը։ Տեսածը մանրամասն վկայել էր հրատարակած օրագրության մեջ, ապա եկել էր Լիբանան իր առաքելությունը այստեղ շարունակելու։ Առաջին հերթին երկու զանազան որբանոցներ ու ծրագիրը կսկսի մենք հատ գրգին անգամ Լեռնալիբանանի զում կայել շրջանը, հետակային շարունակեին գերտան թեպի հարավ, 26 թվականին գուքան Մերձավոր Արևելքի նպաստամատույցի հետ համաձայնաբար այս որբանոցը կգնեն իրենք եւ 28-ին պաշտոնապես Մարիա Յակոբսեն դեղափոխվի իր որբերով հոս եւ այստեղի որբերու հետ միասին կստանցնի այս ամբողջ մեծ ծրագրի ղեկավարությունը գլխավորությամբ իրեն մինչև իր 1960 թվական։ Ցեղասպանությունից 100 տարի անց 2015-ին թռչնոց բույնի պատմական շենքում բացվում է հայոց ցեղասպանության որբերի աշխարհում միակ թանգարանը։ Որբերի կյանքին նվիրված իրեր, վավերագրեր են, մարդկության դեմ գործած մեծ ոճրի սարսափազդու վկայություններ են, լուսանկարները, որբացուցակները։ Բակի խորքում սրտառուչ կոթող կա։ Մարիա Յակոբսենի հուշաքանդակն ու տապանակարը հայ որբերի մայր արձանագրությամբ։ Մյուս կողմից սկիզբ է առնում ցնցոտիավոր հայ որբերին պատկերող քանդակաշարը, որը տանում է դեպի թանգարանի մուտք։ 1560 եղած է ճիշտ այս միանաս որբանոցի մեջ, բայց ընդհանուր թիվը 30-35 հազար եղած է Լիբանանի մեջ, բայց այս որբանոց 1560, այսօր նման եղած է 18 հատ որբանոցներ եւ եթե հաշվեք արդեն պիտի լինի թիվը մինչև 30,000-ի շուրջ։ Մարիա Յակոբսենի օրոք թռչնոց բույնը վերածվում է խառը որբանոցի, որտեղ խնամվում էին ոչ միայն տղա, այլև աղջիկ երեխաներ։ Միսիոներուհին է որբանոցը թռչնոց բույն կոչում։ Յակոբսենի ղեկավարությամբ դանիական առաքելությունը շարունակվում է մինչև 1970 թվականը, ապա հանձնվում է Կիլիկիո հայոց կաթողիկոսությանը, շարունակելու որբերի եւ աշակերտների խնամքը, զբաղվելու նրանց դաստիարակության, կրթության եւ այլ հարցերով։ Մինչ այդ էլ արևմտյան որբախնամ բոլոր կազմակերպությունները տարիներ շարունակ հոգացել են նաեւ հայ որբերի ինքնության վերականգնման խնդիրը։ Մանկահասակ երեխաների մեծ մասը կորցրել էր հիշողությունը իր անվան, ընտանիքի, ծննդավայրի մասին։ Եվ այդ գծով իրենց աշխատանքներում մեջ կրթական ծրագրի մեջ անպայման նաև կարևորությամբ ներառած են հայ դաստիարակներ, հայ ուսուցիչներ, նույնիսկ հայ եկեղեցականներ, որ կարևորությամբ շեշտը դրած են հայ ինքնության պահպանման, եկեղեցական, գիտելիքների պահպանման, քրագանության, լեզվի եւ այդ բոլորը լավապես տիրապետած են։ Փաստ այն է, որտեղ բոլորը այդ երդասարդ սերունդը, որոնք որբանոցներ են դուրս եկան, շատ լավ հայերեն խոսեին եւ այդ սերունդը եղավ մեր դարբեր սպիրկյան գառույցներու մեջ, դարբեր միություններու, դարբեր գառույցներու հիմնադիրներն են, որ իրենք շարունակեցին իրենց մով է որ սկսան կարևոր գազագերբությունները եւ միությունները մեր դարբեր քաղաքներու մեջ, միջին արևելյան, ինչպես նաեւ արևմտյան եւ ամերիկյան գազագերբությունները։
Օտարազգի Մարիա Յակոբսենը նույնպես կարծում էր, որ փրկված հայ փոքրիկները պետք է պահպանեն իրենց ինքնությունը, ճանաչեն արմատները, հատկապես, որ եկել էին Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Լուսանկարներում երեխաներն արդեն ունեն անուններ, կացարան եւ զբաղմունք։ Մարիա Յակոբսեն կարևորությամբ կհավաքեր այս բոլորը իր շուրջը եւ անպայման որ կբադմեր իրենց հայրենի դունի մասին, հայրենի հողի մասին, իրենց ինքնության մասին, որտեղ ինքը լավապես նաև կդիրաբեդեր հայերենի։ Եվ անպայման կշեշտեր, դուք պետք է լավ գիտնաք ձեր պատմությունը, եւ ձեր պատմությունը գիտնալով, որ դուք կգրնաք շարունակել ձեր կյանքի իբրև հայ նվիրված ժառանգորդները այդ սերունդին, որոնք իրենց կյանքը դվին, որ դուք շարունակեք ձեր ավական։ 1970 թվականին, երբ որբանոցը հանձնվում է Անտիլիասին, մահանում է 1906 թվականին ծնված եւ Ադանայից Լիբանան, այն ժամանակ ամերիկյան որբանոց բերված թռչնոց բույնի առաջին որբերից Արամ Բեզիկյանը։ Նա որբանոցից հետո հաստատվել էր Լիբանանում։ Երբ որոշվում է թռչնոց բույնը թանգարանի վերածել, նրա ժառանգները, Բեզիկյան ընտանիքը ստանձնում է կառույցի բարերարությունը։ Թանգարանը հիմնական 3 բաժիններ ունի, պատմությունը կսկսի առաջին բաժինով ներկայացնելով հայերը նախքան ցեղասպանություն ինչպես ապրած են Օսմանյան շրջանին, որը շատ կարևոր բաժին մնե, այդ կերպ կսկսի Համիդյան չարթեր, Ադանայի չարթեր, բարեկարգչական ծրագիրը ամբողջ հասցնելով մինչև 1915 թվական, սա առաջին բաժինի մեջ ամբողջը մանրամասնորեն ներկայացված է։ Երկրորդ բաժինը նվիրված է փրկությանը։ Ներկայացված են միսիոներները եւ այն ցանցը, որի միջոցով հազարավոր երեխաներ դուրս բերվեցին մահվան ճանապարհներից։ Ցուցադրությունը ցույց է տալիս, թե ինչպես կազմակերպվեց որբերի հավաքագրումը, տեղափոխումը եւ ապաստան հասցնելը։ Սա պատմություն է մարդասիրության մասին։ Լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր, յուրաքանչյուրը կորստի եւ բռնության մի պատմություն է, ոչ թե ընդհանուր, այլ հենց երեխաների պատմությունը։ Թանգարանի 3-րդ վերածնունդ կոչվող բաժինը ցույց է տալիս, թե ինչպես որբերը դուրս գալով այս հաստատություններից դառնում են սփյուռքյան համայնքների հիմնադիրներ։ Ներկայացվում են առաջին հայկական գաղութները Մերձավոր Արևելքում, նրանց կառուցած թաղամասերը, կրթական ու մշակութային կառույցները։ Այստեղ արդեն պատմությունը ողբերգությունից անցում է կատարում դեպի վերածննդի։ Լուսանկարներում նրանք արդեն այլ են, ոչ միայն վերապրածներ, այլ ստեղծող ու կառուցող անհատներ, որոնց իր կյանքն էր նվիրել դանիացի միսիոներուհին, նրանց համար բառացիորեն դառնալով մայր։ Ավարտին կարևոր բաժին մնե Մարիա Յակոբսենի նվիրված այդ մամայի օրինակին, մամայի խորհրդանիշը ներկայացնող գնոջ, որ հազարավոր որբերու կարևոր մեկ փրկագործական ծրագիրը իրագործած է եւ փրկության խորհրդանիշը եղած է կյանքի խորհրդանիշը հազարավոր որբերու շարունակելու իրենց կյանքը։ Մարիա Յակոբսենի տապանակարին ծննդյան տարեթվի փոխարեն գրված է 1907։ Այդ տարի նա սկսում է իր առաքելությունը Խարբերդում։ Մահվանից մի քանի տարի առաջ նա վերջին անգամ այցելել է Դանիա հարազատներին եւ հստակ հայտնել կամքը, որ ուզում է թաղվել հայ որբերի համար ստեղծած իր տանը։ Նրա ցանկությունն իրագործվում է եւ թանգարան եկող հազարավոր այցելուները նաեւ այս պատմությանն են ծանոթանում։